Խաղաղասեր վանդալիստը։ Օրերս Ադրբեջանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին է ավիրել։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղերձ բոլորիս, որ այդ խաղաղությունը սին է։ Սա այն Ադրբեջանն է, որ ամեն օր այդ խաղաղության օրակարգին զուգահեռ աշխարհում առաջ է տանում արևմտյան Ադրբեջանի վերականգնման օրակարգ։ Իսկ արևմտյան Ադրբեջանը իրենց տրամաբանությամբ, այդ թվում մեր մայրաքաղաք Երևանն է։ Սա այն Ադրբեջանն է, որի տիրապետության ներքո այսօրվա քաղաքական իշխանության ձախողված արտաքին քաղաքականության հետևանքով մնացին մեր ահռելի հարստությունները, պատմական հարստությունները, մեզ սերունդներով եկած ուղնուտուծով հայկական, թփով քարով հայկական հարստությունները։ Ըստ նախնական հաշվարկների վիճակագրական Արցախում մենք թողել են 5000 մշակութային հուշարձան, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի։ Ինչ կանենք, եթե մենք չունենայինք թույլ ղեկավարություն, գլխիկոր, հակառակորդի հետ համագործակցող իրապես խաղաղություն երաշխավորող ղեկավարություն։ Հիմիկվանից ամբողջ աշխարհով ահազանգվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին էին դիմել դիտորդական առաքելություն ուղարկելու պահանջով մեր մշակութային արժեքները Արցախի տարածքում մնացած երաշխավորելի նպատակով եւ այդ վանդալիստները կանխարգելելի նպատակով։ Դրանք էլ մշակութային ցեղասպանություններ են։ Իսկ ինչ ունենք մենք ներկայումս։ Մենք ունենք լռություն, հանդուրժողականություն, գլխիկոր քաղաքականություն, որը հարիր է բացառապես թույլին, բայց գալիս է փոփոխության ժամանակը։ Փոփոխությամբ պետք է կանխարգելենք նոր կորուստները, որոնք վրա են հասնելու։ Այս ամեն կորուստներին զուգահեռ մենք Արցախում ենք թողել նաև 232 դպրոց։ Ու ինչ որ տարօրինակ զուգադիպությամբ այսօր Հայաստանի իշխանությունները պատրաստվում են փակել եւս 232 դպրոց Հայաստանի Հանրապետությունում։ Եվ փակելու են, կրճատելու են աշխատատեղերը, ստիպելու են արտագաղթե նպաստելու են գյուղերի դատարկմանը, եթե մենք չկանխարգելենք։ Իսկ կանխարգելու ենք գնալով ընտրության, պահանջելով փոփոխություն եւ այդ փոփոխությունը դառնալու է հնարավոր իրական վարչապետ եւ իրական առաջնորդ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ։